Ռեյ Դալիոն ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց, ֆիլանտրոպ ու միլիարդատեր է։ Time ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը։ I think everything happens, just about everything, happens over and over again. Կյանքում գրեթե ամեն ինչ կրկնվում է։ Սա է իմ սկզբունքներ գրքի էությունը։ Երբ հանդիպում եք որևէ իրավիճակի, հատկապես դժվարին, որը չեք ցանկանա կրկին ապրել, սպասեք մինչև ցավը մեղմանա, ապա գրի առեք ձեր փորձառությունը։ Մտածեք սկզբունքների մասին եւ արձանագրեք դրանք։ Ինչպես կվարվեիք նման իրավիճակում։ Գրառեք ձեր մտքերն օրագրի նման։ Այս գրառումները կուտակելն ու դրանցով կիսվելն անգնահատելի արժեք ունի։ Դալիոն ծնվել է Նյու Յորքում, Քուինսում, հայրը ջազ երգիչ էր, մայրը տնային տնտեսուհի։ Դպրոցում վատ է սովորել, չէր սիրում անգիրանել, վատ էր մտապահում։ 8 տարեկանից աշխատել է, ռեստորանում աման է լվացել, գոլֆի մահակներ տեղափոխել։ Ի տարբերություն դպրոցական տարիների, քոլեջում սովորել է մեծ հաճույքով ու ընդունվել Հարվարդ։ My dad was a jazz musician. He worked late. Հայրս ջազ երաժիշտ էր, հիշում եմ նրան որպես ուժեղ կարողունակ մարդու, թեև հազվադեպ էի տեսնում նրա գիշերային ելույթների պատճառով։ Տարիների ընթացքում մենք ավելի մտերմացանք։ Դե իսկ մայրս անսահման սիրով ու հոգատարությամբ էր լցված իմ հանդեպ։ Նրա հետ կապված բազմաթիվ ջերմ հուշեր ունեմ։ Իսկապես բախտավոր էի ունենալ սիրող մայր եւ ուժեղ բնավորությամբ ու ստեղծագործական մտածելակերպով օժտված հայր։ Ապագա միլիարդատերը 12 տարեկանում $300 գնում է իր առաջին արժեթղթերը։ Շուտով ավիաընկերությունը միավորվում է մեկ այլ ընկերության հետ, իսկ արժեթղթերն աճում են մի քանի անգամ։ In order to be successful in the markets, Շուկայում հաջողության հասնելու համար պետք է լինել ինքնուրույն մտածող։ Ձեռնարկատեր լինելը նշանակում է համարձակվել մտածել հակառակ ընդհանուր կարծիքի եւ վերջում ճիշտ դուրս գալ։ Շուկայական գների մեջ արդեն իսկ ներառված է ընդհանուր կարծիքը։ Բնականաբար հաճախ կսխալվեք, հատկապես ձեռնարկատիրության մեջ, քանի որ դուք ստեղծում եք նոր բան առանց հստակ իմանալու ճիշտ եք թե ոչ։ Դալիոն աշխատել է Նյու Յորքի բորսայում ու մի քանի ներդրումային ընկերություններում։ Իր առաջին ընկերությունը հիմնել է իր բնակարանի սենյակներից մեկում։ Bridgewater ընկերությունը 40 տարի անց դարձավ պատմության մեջ ամենաշատ գումար վաստակած hedge ֆոնդը ու Միացյալ Նահանգներում 5-րդ խոշոր մասնավոր ընկերությունը։ I'm at a stage in my life where I'm entering what I call the third stage. Կյանքն ունի 3 հիմնական փուլ։ Առաջին փուլում մենք սովորում ենք ուրիշներից, կախված ենք նրանցից, երեխա ենք։ Երկրորդ փուլում աշխատում ենք, արդեն ուրիշներն են մեզնից կախված եւ ձգտում ենք հաջողության։ Երրորդ կյանքի վերջին փուլում մարդիկ հաջողության են հասնում առանց մեզ։ Եվ այստեղ մենք ազատ ենք ապրելու եւ ազատ ենք մահանալու։ Սա է ազատության իրական էությունը։ Այսօր ես հենց այդ փուլում եմ։ 1975 թվականին 2 սենյականոց բնակարանից սկսվեց իմ հաջողության պատմությունը։ Հիմնեցի Bridgewater-ը։ Այսօր ըստ Fortune ամսագրի այն Միացյալ Նահանգների 5-րդ ամենակարևոր մասնավոր ընկերությունն է։ Մենք հասել ենք իսկական հաջողության։ Այժմ իմ առաքելությունն է օգնել ուրիշներին հասնել հաջողության առանց իմ մասնակցության։ Տարիների ընթացքում ձևավորել եմ որոշակի սկզբունքներ, յուրաքանչյուր որոշում կայացնելիս գրի եմ առել դրա դրդապատճառները։ Այնուհետև դրանք դրել եմ քննարկման, վերլուծել եւ այդպես ձևավորել իմ սկզբունքները։ Դալիոն իր ստեղծած ընկերությունից հեռացավ 2017 թվականին, այսօր ընկերությունը կառավարում է $160 միլիարդ ակտիվներ, ամուսնացած է, ունի 4 որդի։ 2011 թվականին Ռեյ Դալիոն ու իր կինը Բարբարան միացան Բիլ Գեյթսին ու Ուորեն Բաֆեթին, խոստանալով իրենց կարողության կեսը ծախսել բարեգործական նպատակներով։